մարդ կուսակցություններ, մենք ունենք իմիջիայլոց մարդ լրատվամիջոցներ։ Ով որ ֆինանսավորում է, ինքն է բովանդակությունը պատվիրում է։ Սև փողերի խնդիրը դրանով չի լուծվել։ Իրականում փողի հետևից վազքը բոլոր ոլորտերում այլասերում ամեն ինչ։ Բայց այդ մարդիկ գալիս են ամեն անգամ այս օբյեկտիվության ինչ որ դասեր են տալիս, դասընթացներ կան։ Կարճաժամկետ շուստրությունը իրական շահից չենք տարբերում։ Բայց դա մեզ ինչ է տալիս։ Բարի օր, բարի երեկո կամ էլ շաբաթ երեկո է եւ հերթական թողարկումն է Հանրամեդիայի եթերում։ Ես Լևոն Սարդարանն եմ, ասում եմ նրա համար մարդկանց համար, որոնք դժբախտաբար կամ բարեբախտաբար իմ անունը չգիտեն, մենք ամեն շաբաթ օր մեր գործընկերների հետ, իմ գործընկերների հետ հավաքվելու ենք այստեղ հանրային ռադիոյում եւ քննարկենք լրատվական, տեղեկատվական դաշտի բոլոր խնդիրները։ Այսօր մենք քննարկելու ենք հիմնականում լրատվամիջոցների թափանցիկության խնդիրը, որ այս վերջերս 1-2 դեպքով եւ առիթով, մեջտեղ եկավ, մասնավորապես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրատվամիջոցներին մեղադրեց սև հաշվապահություն կիրառելու համար։ Այսօր բնականաբար բանավեճային ֆորմատ կիրառելու ենք, որովհետև այստեղ են Գեմաֆին Գասպարյանը, Բուն TV-ի հիմնադիր տնօրենը, Վովա Հակոբյանը, CVKM-ի լրագրողը եւ Տաթևիկ Շահումյանը, Ինֆոպորտ լրատվական կայքի հիմնադիրը եւ ինչպես ասացի, արդեն ես Լևոն Սարդարանն եմ։ Հիմա հարգելի գործընկերներ ջան, տեսեք, պարտադիր պայմաններից մեկը, պահանջներից մեկը, որ լրատվամիջոցների առաջ դրվում է, ասում է, ասեք ձեր ֆինանսական հոսքերի աղբյուրները, նպատակները որտեղից են գալիս, ինչու են գալիս այդ գումարները։ Ես ինքս էլ երբեմն ասում եմ, այդ մի քիչ էլ այնքան էլ արդար չի այդ պահանջը դնել միայն լրատվամիջոցների առաջ, որովհետև լրատվամիջոցները ոչ այնքան լավ պայմաններում են աշխատում։ Հայաստանը փոքր դաշտ է, Հայաստանում գովազդային փողեր շատ քիչ են եւ հետեւաբար լրատվամիջոցները ինչ որ բան պիտի անեն, որ կարողանան ապահովել իրենց սեփական աշխատանքը եւ կարողանան հանրությանը ապահովել տեղեկատվությամբ, որը երբեմն տարբերվում է տեղեկատվության ու ընդհանրապես լրագրության մասին մեր պատկերացումներից հետ էլ կա։ Հիմա լրատվամիջոցները պետք է թափանցիկ լինեն, թե ոչ։ Բարև ձեզ, շատ հաճելի է ձեր հաղորդմանը հյուրընկալել։ Երբ որ ձևակերպում ենք լրատվամիջոցները պետք է թափանցիկ լինեն, իհարկե պետք է թափանցիկ լինեն, ուղղակի պետք է հասկանանք ինչ ենք հասկանում թափանցիկություն ասելով։ Իմ համար Հայաստանում օրենսդրական դաշտը այնպես է կառուցված, որ այս պահին էլ ցանկացած վերահսկող կամ անկախ մարմինը, որ ուզում է հետազոտել յուրաքանչյուր լրատվամիջոցի, մեդիայի, հաշվապահությունը կարող է դա անել։ Բայց թափանցիկությունը միայն հաշվապահությունը չի, այլ նաև իմ համար թափանցիկությունը նաև տվյալ մեդիայի դիրքավորումն է ազնվորեն, այսինքն անպայման նշի թե ինչ դիրք է ներկայացնում, ինչ գաղափարներ է տարածում եւ այլն։ Այսինքն թափանցիկությունը ինքը միայն ֆինանսականի մասին չի, այլ նաև այն դիրքավորման, որտեղից ինքը հանդես է գալիս։ Ես ուզում եմ ասեմ, որ ես լրագրող չեմ մասնագիտությամբ։ Այստեղ ներկայացնում եմ մեդիայի որպես պատասխանատու եւ այս դիրքից եմ նայում հարցերին։ Այսինքն եթե ինչքան էլ օրենսդրությունը մանրամասն ենք, ինչքան էլ օրենսդրության մեջ շատ ավելի շատ պահանջներ դնենք լրատվամիջոցների համար, այսպես կոչված սև փողերի խնդիրը դրանով չի լուծվել։ Այսինքն այստեղ հարցը այն մեխանիզմներն են, որոնցով դա պարզվում է։ Իսկ այդ մեխանիզմները այսպես կոչված օրենսդրական փոփոխություններով չի, այլ արդեն գործի մեջ, թե ինչպես է դա իրական, որտեվ ես կարամ ասեմ հիմա մեր ֆինանսավորման հիմնական աղբյուրները, առաջին աղբյուրը այդտենց ծառայություններն են, որոնք մենք մատուցում ենք որպես արտադրող եւ ցուցադրող, երկրորդը դրանք են դոնորական գումարներն են, որոնք մենք ներգրավում ենք մեր արժեքների ծիրում եւ աշխատում ենք դա եւ Հայաստանի ներսից եւ Հայաստանից դուրս, եւ երրորդ միջոցները դրանք այն ծառայություններն են, որոնք կարող է մենք չենք ցուցադրում, բայց անում ենք ինչ-որ նկարահանումներ, չգիտեմ, մոնտաժի աշխատանքներ, որով որ ձևավորվում է մեր բյուջեն։ Մեր բյուջեն շատ թափանցիկ ներկայացվում է եւ ամեն ինչի եւ այլն, չէ, ես ինչի համար եմ ասում, յուրաքանչյուրը պարտավոր է դա անել եւ յուրաքանչյուրը այս կամ այն ձևով դա իրականացնում է։ Սև գումարները, եթե կան,
Դե այդ միջոցներով չեն էլի երևում, այսինքն օրենսդրական կարգավորումներով չեն դրանց հետևից գնում, այլ այն գործիքակազմը, որ պետքա կիրառեն, եթե այնտեղ կոռուպցիա կա, անվտանգության խնդիր կա, հազար հարց կարա լինի։ Համապատասխան մարմինները, բայց երբ որ մենք ֆիքսվում ենք լրատվամիջոցների ֆինանսավորումների կամ թափանցիկության վրա, առանց իմանալու են օրենսդրական բազան, որը պարտավորեցնում է, հա, բոլոր կազմակերպություններին ունենալ այդ թափանցիկությունը առնվազն պետության եւ հանրության առաջ, մենք ինչ որ իմաստով թիրախավորում ենք այդ կազմակերպություններին եւ հեղինակազրկում ենք իրենց խոսքը։ Գերան Ֆիջան, կներես էլի որ մենախոսության չվերացի, հիմա տեսեք։ Մենք հիմա բացի քեզնից ունենք եւս, հա, երկու մասնակից CVKM-ը բոլորս գիտենք որտեղից է ֆինանսավորում կուսակցական փողեր են ինքը ոստիության կուսակցական լրատվամիջոց է իմիջիայլպես կուսակցական լրատվամիջոցների հետ այդ իմաստով խնդիր չունեմ այդ իմաստով գոնե ազնիվ է հա բանալին այդպես էլ գրանցված է որպես քաղաքացիական հիմա ասենք Civic-ը քաղաքացիական պայմանագրինն է ասենք երկիր մեդիան հայեղափոխական դաշնակցությանն այն մյուսին ասենք կենտրոն TV-ն չգիտեմ արդեն բայց Չէ, բայց դե յուրե այդպես չեն գրանցված։ Հա, դե յուրե հասկանալի է։ Մենք ասում ենք, չէ, ես ասում եմ, այսինքն ընկալելիության իմաստով եմ ասում։ Հիմա մյուս կողմից մենք ունենք նաև անկախ լրատվամիջոց Infoport-ը, որի ֆինանսական թափանցիկության հետ կարող է միգուցե խնդիրներ առաջանալ ինչ որ մարդկանց մոտ, չէ։ Հիպոթետիկ եմ ասում, հա, հիպոթետիկ եմ ասում, բայց օրինակ ես որպես 100 տարվա լրագրող գիտեմ այս մարդիկ ինչով են զբաղվում, ինչ են անում, որտեղից են անում։ Բայց մենք այս բոլորով նստած գիտենք նաև մեր որոշ գործընկերներ ինչով են զբաղվում, այդ փողը որտեղից է գալիս, բայց այդ մարդիկ գալիս են ամեն անգամ այս օբյեկտիվության ինչ որ դասեր են տալիս, դասընթացներ կարան տալ, որ այ գիտեք լրագրողը, լրատվամիջոցը եւ այլն, ու դա ասում է մարդ, որը վերջին 10 տարվա ընթացքում 7 մոր կաթակ եղել։ Հիմա ոնց անենք այդ խնդրի հետ, ասենք որտեղ դա ըստ էության լրատվական դաշտում բերում է կոնֆլիկտների, լուրջ կոնֆլիկտների է բերում, իսկ այդ կոնֆլիկտի միակ զոհը եկեք ընդունենք, հասարակությունն է, որը սնվում է այդ դաշտից։ Պարոն Սարդարյան, թե ախնդրեմ, եթե ես քշում։ Ճիշտ ասած, թափանցիկությունը լավ բան է, բայց ես սկզբից էլ այդ հարցադրումը դրեցի, հասկանանք ինչ գործիքակազմի համար։ Եթե դա հարկահավաքության տեսանկյունից ենք նայում, հա, իհարկե շատ գործուն գործառույթ է, բայց եթե մենք դա նայում ենք լրատվության անաչառության, ազնվության, պրոֆեսիոնալության տեսանկյունից, որի պակասը այսօր մեր դաշտում ահռելի է, կարելի է ասել հատուկեն լրատվականներ են, որ պահում են այդ ստանդարտները, ինձ թվում է ֆինանսական թափանցիկության գործառույթը այդքան էլ գործուն չի, որտեղ մենք գիտենք տարբեր լրատվամիջոցներ, եթե ոչ դե յուրե, դե ֆակտո որտեղից են սնվում ֆինանսական տեսակետից, բայց դա մեզ ինչ է տալիս իրանք նույն իրենց աղավաղված, սուբյեկտիվ, չգիտեմ, ստահոդ լրատվությունը հանրությանը տարածում են, հանրությունը դա ուտում է որպես խայծ, որովհետև իրանք շատ են, ֆինանսավորումը շատ է, անաչառ գործող լրատվամիջոցները քիչ են, եւ նրանց ձայնը կորում է այդ բազմության մեջ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ այդ հարցը ինչպես է լուծվելու ֆինանսական թափանցիկության տեսանկյունից։ Ֆինանսական թափանցիկության տեսանկյունից հիմա Վովան երևի երկրորդի բան չի լուծելու։ Բան չի լուծելու այնքանով ինչքանով որ մարդը եթե կարդում է, ասենք օրինակ հիմա ոնց է, չէ, ասենք սոցիալական ցանցերում սահմանափակում չկա, չէ, ասենք այդ իմաստով, եթե օրինակ ռուսաստանյան լրատվամիջոց է, պետական ֆինանսավորում ունեցող, դու ամեն անգամ կարդալուց այնտեղ վերևը գրված է, այս բովանդակությունը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից, հա, դա որ մարդը իմանա, որ դա հնարավոր է, որ պրոպագանդիստական նյութ է։ Հիմա մարդիկ Եկաներեք էլի Հայաստանի Հանրապետությունը ունի մոտավորապես 3 միլիոն բնակիչ, 3 միլիոն քաղաքացի, այդ 3 միլիոնը չեն կարող լինել մեդիա գրագետ։ Այդպես չի լինի։ Տեսեք, բայց հարցը ո՞րն է։ Կան մենք լրատվամիջոցներ ունենք, որոնք մենք բոլորս գիտենք որտեղից են ֆինանսավորվում, բայց այդ ֆինանսավորումը հերիք չի, որ իրենք չեն ասում, որ այդտեղից են ֆինանսավորում, այլ նաև չի երևում, բայց գիտենք չէ, որ ով որ ֆինանսավորում է, ինքն է բովանդակությունը պատվիրում է։ Հետևաբար եթե մենք գտնում ենք, այսինքն պարտադրում ենք օրինակ, չգիտեմ, հայտարարման եղանակի նման է լինում, որ դու մարդուն ասում ես, որ քո ֆինանսները պետք է Երևան ու պետք է եկամուտներն ու ծախսերը 0 կանգնեն վերջում, ինքը չի կարողանա սև փողեր ներգրավել, եթե որովհետեւ ներգրավեց, ապա հետո ոնց է ցույց տալու, որ 0 կանգնի, չէ, նաև ծախսերը։ Ասեն ոնց է Երևան։ Իսկ ծախսերը ոնց արևելա չէ, կբերես էլի տալու է 400,000 դրամ աշխատավարձ,
խնդիրը ուրիշ հարց է։ Այսինքն նաև գործառույթներ կունենանք 60000, ոնց որ տարիներ շարունակ։ Այս գործառույթներ կունենանք թե պեկով, թե հայտարարման եղանակով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով օրինակ, դրան վրա ազդեցություն գործադրել։ Հիմա գործադրել։ Թողանի, հա։ Չէ, հենց այդ եմ ասում, հայտարարման ինստիտուտ կա արդյոք լրատվականների մասով։ Մենք ոչ միայն հայտարարում ենք, աուդիտ ենք անցնում, այսինքն կա։ Դե թող մտնեն անեն։ Դե հիմա չկա, բայց դեռ չկա։ Բայց այդ հարցին չես պատասխանում։ Այսինքն լավ, ենթադրենք ինքը հայտարարում է օրենքով, որ այսինչ-այսինչանը ինձ ֆինանսավորում է։ Դու իմանում ես, բայց ինքը այդ այսինչ-այսինչանի ասած լրատվությունը սուտ, ճիշտ եւ այլը տալ։ Հենց դա է ասում, որ ինքը այլևս չի կարողան ասել, որ ինքը այ ես անկախ լրատվ միջոց եմ, սա իշխանական մամուլ է, սա անդիմադիր մամուլ է, ես անկախ լրատվ միջոց եմ։ Գոնե մարդիկ սուտը կտարած։ Գիտեք ինչ նախնդիրը, հիմա ավարտում եմ, որ շատ լրատվ միջոցներ ունենք, որ ասում են մենք հայտ լինում է, չէ՞, որ ասում են դա քոչանական մամուլ է, ասում են ոնց դե ապացուցեք, որ ես քոչանական եմ, ապացուցեք, որ ես սերժական, ապացուցեք, որ ես նիկոլական եմ։ Բայց մարդիկ ասեք, որ ես Լևոն Սարդարյանն եմ, լավ, օքեյ։ Ենթադրենք TV5-ը, բոլորը գիտեն, որ հիմա բայց իրենք ընդունում են, որ TV5-ը քոչանական է։ Իրենք չեն հերքում համենայնդեպս, չեն հերքում։ Անընդհատ ասում են իսկ ֆրինոզում ամեն դեպքում իրանք տալիս են այն լրատվությունը, որը ուզում են։ Հիմա չգիտեմ։ Հա, հիմա չգիտեմ։ Որը ձեր թույլտվությամբ նաև ֆինանսավորման հետ կապված։ Նայեք, եթե կազմակերպությունը մեծ է պրոֆեսիոնալ է եւ պրոֆեսիոնալ է կառուցված, այսինքն խմբագրակազմը եւ ադմինիստրատիվ մասը առանձնացված է, խմբագրակազմն ունի իր քաղաքականությունը, որ նախապես ինքը հայտարարել է, թե ինքը ինչ անելու, ոնց անելու մոտակա տարիների համար, դա հայտարարված է, օրինակ այդ կազմակերպության կայքում գրած է, որ մենք այս արժեքներն ենք պաշտպանում, այս տրամաբանությամբ ենք աշխատում ու այս տրամաբանությամբ չենք անում։ Դրա արդյունքում ներգրաված ֆինանսավորում, այսինքն մենք միշտ մտածում ենք, որ ֆինանսավորումն է թելադրում բովանդակությունների, չենք մտածում, որ գուցե մենք բովանդակություն ենք ստեղծում եւ դրան համապատասխան ֆինանսավորում ենք փնտրում։ Չէ, դրան հենց կհասնենք։ Չէ, հիմա դու ասացիր, խոսեցիր այդ պրոֆեսիոնալ կառուցվածքի մասին, մենք ունենք այդ իմաստով, եթե համեմատելու լինենք, մենք ունենք մարդ կուսակցություններ, մենք ունենք իմիջիայլոց մարդ լրատվամիջոցներ։ Այդ մարդ լրատվամիջոցը, որ այդ քո ասացի հետ ընդհանրապես կապ չունի, ընդհանրապես Մարդ լրատվամիջոց սոցմեդիայում յուրաքանչյուրը սա եթե մեծ լսարան։ Ես քեզ երաշխավորում, ինքը ինձնից քեզնից լավ է ապրում։ Հա։ Ու մեկ էլ հա, մի անգամ էլ տենց հրակես ողջույններս մեր նախկին գործընկեր Թագուհի Թովմասյանին, որը պրոֆեսիոնալիզմը բնակարանների քանակով էր հաշվում, այդ լուրջ Տիկին Թովմասյան այլևս տենց բաներ չանեք էլի, որտեղ լրագրողներին դուք դրանով վիրավորում եք։ Հիմա ինչ անենք, լավ, այդ մարդ լրատվամիջոցները դնեցինք մի կողմ։ Լավ, ֆինանսավորումը դու Գեման Ֆինջան ասում ես, որ միգուցե եւ ֆինանսավորումը չի որոշում բովանդակությունը։ Ես կարող եմ հակառակը բերել, հիմա ենթադրենք չկան սև փողեր։ Ինչ են անում լրատվամիջոցները, գնում են քլիքի վրա, այդ հիվանդության վրա, որը թվում է մարդկանց թվում է թե պարզապես է արվում, չէ, իրականում դա ֆինանսական միջոցների գոյացման ձևերից մեկն է։ Ու վերջին մի քանի օրվա ընթացքում ամենաբուրըն քննարկման արժանացած այդ դեպքերից մեկն էր, երբ լրագրողը, լրատվամիջոցը գնացել մտել էր զոհվածի տուն, հարազատների հետ էր հարցազրույցներ արել, գնահատականներ էր խնդրել ստացել եւ այլն։ Իմիջիայլոց որպեսի հա այդ վրթովողները այդքան շատ չվրթովեն, երբ Սոչիում հայկական ինքնաթիռը ընկավ, ես ինքս էլ հիշում եմ պատմությունը, երբ մեր պետական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը գնացել էր այնց այդ զոհերից մեկի կնոջ բառացիորեն մարդը լավ շատ վատ ազգում իրան պարկացա ամուսին որդին զոհվել են ինքնաթիռի մեջ ինչպես է գնահատում ինչ որ sense բաներ էր ասում միկրոֆոնով այդ մարդու մոտ կիսամեռ ընկած այդ կինը այսինքն դա նոր երևույթ չի բայց այս փողի հետևից վազքը ինքը այլասերում է ամեն ինչ եղած չեղած բոլոր արժեքները մենք մեր ձեռքով թափում ենք ջուրը, բայց հետո չգիտես ինչի ուրիշներից իրավունք ենք մեզ վերապահում, ինչ որ բաներ պահանջել։ Այ դուք պիտի արժեքային համակարգ ես կողմենքում, ոնց անենք հիմա, չէ՞։ Լրատվական դաշտը ըստ էության ինքը լուսնից չի իջել, չէ՞։ Ես ասեմ։ Երբ իրականում փողի հետևից վազքը բոլոր ոլորտերում այլասերում ամեն ինչ, մեր ոլորտում կարելի է աշխատել գումար բայց շատ բան կախված է մարդու սկզբունքայնությունից ու ազնվությունից։ Կարելի է նույնիսկ գովազդատուին մերժել որևիցե բան անելու, ես դա ասում եմ ամենայն ազնվությամբ մեր փորձից մեր գովազդատուները երևի կվկայեն։ Եղել է դեպք, որ ինչ որ բան խնդրել են այդ պայմանագրից դուրս,
որը ես գտել եմ իմ սկզբունքներին, խմբագրակազմի սկզբունքներին դեմ է, ես ասել եմ ժողովուրդ ջան, եթե դրա արժեքը այս պայմանագիրն է, ես պատրաստ եմ խզել այս պայմանագիրը։ Բայց դա գրավական է նա, որ մի քանի աղբյուր պետք է ունենաս ֆինանսական, այսինքն մի քանի, չգիտեմ, գովազդատու պարտներ նայած ով ինչ ֆորմատով է աշխատում, ու եթե դու պատրաստ ես հանուն սկզբունքի հրաժարվել որոշակի գումարից, դու կարող ես պահել այդ ստանդարտները ու ես ձեզ ասեմ, հիմնականում մարդկանց մոտ դա ընկալում է գտնում։ Մարդիկ իրանք են հարգում սկզբունքայնությունը։ Երևի ավելի շատ, քան այդ պահին ես համաձայնվեի իրանց կասեն մարդ լրատվի միջոցները։ Հարգանքով տուն չես պահի, կասեն մարդ լրատվի միջոցները։ Հաստատ ավելի շատ է ընկալում գտնում։ Ես ասում եմ, ոչ մեկ պայմանագիրը դեռ չի խզել այդ բանի պատճառով, ընդհակառակը շատ ավելի հարգանքով են մոտեցել, հաջորդ տարին շարունակել են ու հակառակը խզել են այն մի, այսինքն լրատվամիջոցի կամ չգիտեմ ում հետ որ աշխատել են, որը միգուցե իրանց ասածներ շատ ավելի շատ է արել։ Եկեք մի քիչ ուղակի մարդ լինենք, հարգենք մեր մասնագիտությունը, սովորենք ասել չէ, եթե ու մենք մեր խղճի առաջ բայց թորդոնները չեն աշխատում, ախր դա է։ Ես հիշում եմ, որ մի քանի ժամանակ առաջ, գուցե տարի առաջ քննարկվում էր, որ ինչ որ միության նման մի բան ստեղծեն, որտեղ հատուկ լոգո կունենան, որ այս լրատվամիջոցը, չգիտեմ, պահպանում է էթիկայի նորմերը, ֆինանսական թափանցիկության նորմերը։ Չգիտեմ, թե տենց ինչ որ մի բանով տարբերվի, որ մարդիկ նայելով այդ լրատվականին, նրան նյութերը, կիմանա, որ սա ստուգված է, հա, ասենց ասեմ, ստուգված լրատվամիջոց է ու այն մյուսը սունկ կայքի նմանվող է, եթե ինքը չի միանում, հրաժարվում է այդ օրենքների, այդ կանոնների, այդ սկզբունքների դաշտում խաղալուց, ապա ինքը չի ունենում այդ լոգո ասվածը։ Ովջան, կներես, այդ ռոմանտիզմը, որը տանում է դες հոդոնին ավելի ռոմանտիկ է, մարդը պետք է ինչ-որ մի բանով տարբերի։ Նախ ասեմ, որ այդ արդեն վաղուց մի մարմին կա, էթիկայի ինքնակարգավորման մարմինը, որի իմիջիալոց, որի կանոնակարգը մենք էլ ենք ստորագրել եւ պահպանում ենք իրականում մեր ներքին կանոնները ավելի խիստ են, քան այդ մարմնի, հա, կանոնակարգը, բայց նաեւ ժողովուրդ օրաթերթն է ստորագրել այդ կանոնակարգը եւ շատ ուրախ եմ, որ պարոն Մելիքյանը, որը ինքնակարգավորման մարմնի ներկայացուցիչն է, ինքը հատուկ հայտարարություն արեց եւ նշեց, որ լրագրողը այն ժողովուրդ օրաթերթի վերջինս դեպքերով խախտել է էթիկայի այն կանոնակարգը, որոնք իրանք ստորագրել են։ Ու սա շատ կարևոր է։ Ուղղակի դա լինում է հազվադեպ։ Լոգո կարա լինի, լոգոն կարա լինի, այդ ես լոգոյի հետ ես ավելի լայն եմ ուզում հարցերին նայենք, էլի, որ լոգո կարա լինի, կարա չլինի, դրա մասին չի խոսքը։ Այսինքն խնդիր չի լոգոն։ Շատ կարևոր է այդ ինքնակարգավորող մարմինը, որը գործում է ուղղակի իր ընթացակարգերով, իր տրամաբանությամբ եւ իր նախորդիվ փորձից ելնելով, որտեղ մենք եկեք չմոռանանք, էլի, որ մինչեւ հիմա էլ մենք առաջ ավելի ավտորիտար, հիմա ավելի հիբրիդային, հա, ժողովրդավարության պետության շրջանակներում ենք աշխատում եւ ապրում, հետեւաբար նաեւ ճնշումները լրատվամիջոցներին, խոսքի ազատության հանդեպ ճնշումները եւ այլն, պետքա դա էլ նկատի առնել, ցանկացած դեպքում, երբ որ տվյալ մարմինները գործառնում են եւ հետեւաբար նաեւ կոլեգիալության խնդիր առաջանում, թույլ չտալու, որպեսզի ինչ որ մի հատ սխալի պատճառով հանկարծ դժի լրատվամիջոցը, որը հիմնականում խնդիրներ չի ունենում եւ այլն, բայց այս կոլեգիալությունը շատ հաճախ նաեւ խնդիրներ է բերում։ Ես կարծում եմ, որ ինքնակարգավորման մարմինը, որի անդամ ենք նաեւ մենք որպես կազմակերպություն, այստեղ շատ գործ ունի անելու, բայց լուծումները ինձ թվում է այդ շրջանակներում չեն։ Ավելի շատ լուծումները պրոֆեսիոնալ կառուցվածքի եւ շուկայի հետ աշխատանքի մեջ են։ Ինչ նկատի ունեմ։ Նաեւ պետության իդեպ։ Պետության հետ աշխատանքի մասով պետությունը ունի գործառույթ իր քաղաքականությունները հանրայնացնելու եւ նաեւ գործառույթ ունի պարտականություն իր բնակչության խոցելի խմբերի հանդեպ, երեխաների հանդեպ իրանց համար կոնտենտ որակյալ ստեղծելու, մշակութային արժեքները տարածելու եւ այլն։ Այն կոնտենտների պարագայում, որոնք ունեն առօրեական, այսպես կոչված քաղաքական շահառուություն, այլ խնդիր ունեն ավելի միջավայր ձևավորելու, ես կարծում եմ, որ պետությունը կարող է դրամաշնորհային կարգով, որ ոնց որ նորմալ երկրներում լինում է, իր լրատվական դաշտի համար ձևավորի, ես ասում եմ պետությունը, ես չեմ ասում իշխանությունը, դա էլ պետք է մտածել ոնց կարգավորել, որպեսզի անկախ, հա, ինչ որ մի բան ձևավորվի, որի միջոցով այդ
որպես խողովակ այդ ֆինանսավորումը կգնա լրատվականներին, դա կբերի որոշակի ֆինանսական, բայց այստեղ չէ, այստեղ ուրիշ հարց է, 21-րդ դարի ամենավատ հարցերից մեկն է առաջանում, ոնց համարես այս մեկին լրատվամիջոց, մյուսին չհամարես լրատվամիջոց։ Եթե այս հարցին ենք անդրադառնում, ես մի շատ վատ լուր ունեմ, արդեն մենք մի իրավիճակ ունենք, որ յուրաքանչյուրս, եթե ունենք սոցիալական կայքում ինչ որ edge, արդեն իսկ լրատվամիջոց ենք։ Հետևաբար դա ինքնակարգավորմամբ եւ կարգավորմամբ չի, այլ հեղինակության ինստիտուտի ուժեղացմամբ։ Հեղինակության ինստիտուտն էլ ժամանակ է պահանջում։ Ինչ վերաբերում է սպառողականությանը, այդ հայկական խնդիր չէ, click bait բաները։ Այդ ամբողջ աշխարհի խնդիրն է ու օրինակ մենք շատ դժում ենք որպես մեդիա հաճախ, որ դրան չենք գնում։ Այսինքն դա հեշտ ձևն է լսարանը լայնացնելու, քո նարատիվները, խոսույթները տարածելու, բայց արդյոք քո կոպիտացիա մեդիա դրանք խնդիրներ են, լուծումները չկան։ Լուծումները իմ համոզմամբ լուծումները ստեղծել պետական եւ նաեւ թույլ տալ մասնավորին, օրինակ, եթե մասնավորը ֆինանսավորումը ինչ որ մինչեւ իր եկամտից 1%, 2% ինչ որ բան լրատվական չէ, իր անդրությամբ դա ինչ որ հարկային արտոնություններ, որպեսզի շուկան ինքը եւս ներգրավի այդ ֆինանսավորման ապահովմանը, չէ, բայց դրա արդյունքում ձևավորվում է ֆինանսական բազա, որը թույլ է տալիս խմբագրական անկախություն ունենալ, իսկ հետո այդ մրցակցության մեջ որակյալ լրատվականները հիմնականում կարող են արդեն ձևավորել այդ դաշտը, ունենալով անկախ ֆինանսական միջոցներ։ Բայց քաղաքականները մեր նման պետությունները գերազանցելու են իրենց ֆինանսների չափերով, քաղաքական հետաքրքրությունների շահեր ունեցողները միևնույն այդ փողերը լցնելու են մեդիա։ Փոքրիկ գաղտնիք բացեմ, ցանկացած պետության մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կլինի թե Շվեդիա, քաղաքական լրատվականները միշտ ունեն ավելի շատ ֆինանսական հնարավորություններ ու դա իրականում այսօր ամբողջ աշխարհի ժողովրդավարությանը սպառնող վտանգ է, հենց հիմա ինչ տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Թրամփի հայտարարությունները եւ տարբեր լրատվամիջոցների հանդեպ այդ հայցերը եւ այլն, դրա արտացոլանքն են։ Իմ մտահոգությունը այն է, որ մեր նման փոքր շուկա ունեցող պետություններին, որտեղ ամեն դեպքում շուկան ինքը չի կարող ապահովել ամբողջական ֆինանսական հնարավորություններ, այսինքն դա գովազդային միջոցներով եւ այլն, ձևավորվի մի հատ ինչ որ բազային ֆինանսավորման հնարավորություններ այն բոլոր մեդիաների համար, որոնք ստեղծում են հանրօգուտ կոնտենտ, մանկական կոնտենտ, ովքեր ստեղծում են այլ բաներ։ Դրա միջոցով այդ կոնտենտը ստեղծելով ոչ մեկ չի ասում, որ այդ նույն մեդիան չի կարող ուրիշ կոնտենտ ստեղծի, բայց դրա արդյունքում ինքը կունենա այն բազան, որի վրա կարող կառուցի մնացած իրա։ Թե չէ հակառակ դեպքում մի տարի հետո ենք հավաքվելու sense խոսենք, ասենք, բայց լավ, ֆինանսավորումը, եկեք մի քիչ խստացնենք հաշվետվությունը։ Հիմա իմ հաշվապահ անցման մեջ 10 օր հաշվետվություն գրում, 25 օրը 3 հոգով կգրեն, բայց մեկը դա սև փողը չի հանելու արանքից, եթե կա ֆինանսավորող եւ կա դրա պահանջմունք ունեցողը։ Այլ հարցը նաեւ գործի մեջ։ Այսինքն եթե դու ունես մարմիններ, հակակոռուպցիոն մարմին ունես, պեկ ունես եւ այլն, բայց եթե այդ մարմինները ինչի համար են։ Եթե պետք է անընդհատ տնտեսական բազա ավելացնես, իմ նման բաց ու թափանցիկ աշխատող մեդիան անընդհատ իր ծախսերը ավելացնի հաշվապահության վրա, աուդիտի վրա, ես հիմա շատ եմ ծախսում տես բաների վրա։ Դե հենա։ Էլ որ չի ծախսում, հասկանալի չի տարբերություն։ Գործընկերի ազգային ժողովի падգամավոր Բաբկենը Թունյան հենց այդ մասին էր խոսում, ասում մեր չպիտի լինի, որ ասենք պեկը դառնա թշնամի։ Այսինքն պեկի չպետք է տրվեն այնպիսի գործառույթներ, այդ թվում նաև լրատվամիջոցների հետ, լրատվամիջոցներին է դա վերաբերում, որ ըստ էության ինքը գա կասեցնի գնա, ուղղակի փագի գնա։ Իսկ մեր պեկը շատ ասել, պլոմբում են գնում, հաջողություն։ Հարցերը կլուծեք, դրանից հետո գաք կբարեք։ Դե հետո կբացեք, կաշխատի, կփակված կլինի, վերացած կլինի, կարևոր չի, էլի, այդ բան փակեց գնաց։ Հիմա, բայց այստեղ ուրեմն մենք գալիս ենք արդեն ամենագլխավոր խնդիրներից մեկին, ինչպես անել, որ այդ սև փողերը չաշխատեն։ Սև փողը չաշխատելու միակ տարբերակը, դա պեկը չի, դա պետական վերահսկողությունը չի, դա հանրությունն է։ Այսինքն երբ հանրությունը գիտի, որ այս լրատվամիջոցը կամ այն լրատվամիջոցը վստահության արժանի չի, իսկ մեկ ժամանակին այդպես մի արտահայտություն կար, ասում մարդիկ ոտքերով են քվեարկում։ Այսինքն երբ հեռանում են երկրից, երբ չեն գնում ընտրությունների, այդ ոտքերով քվեարկությունն է։ Այսինքն ուղղակի պետք է ստեղծվի մի միջավայր, որ այդ լրատվամիջոցները ուղղակի դիտում չունեն, հետևորդներ չունեն, հետևաբար չունեն ազդեցություն։ Ես իդեալիստական բան եմ ասում, հիմա շատ սիրուն պուպուշ բան եմ ասում, որ բոլորը ասեք այո, բայց դա հնարավոր չի։
դա ինչի հնարավոր չի, որովհետև մեր հանրության, մեծագրագիտության մակարդակը 0 է։ Իրանք ոչ միայն չեն տարբերում նորմալ լրատվամիջոցը, չգիտեմ, մանիպուլատիվ լրատվամիջոցից, իրանք ընդհանրապես չեն տարբերում լրատվամիջոցը ինչ որ fake Facebook-յան edge-ից։ Իրանք ինֆորմացիա են ստանում, ինձ պետք է այսինչ բանը ինչ որ edge-ից, որը որ ինձ ուղարկում է, ու դա հասկանում եք ոչ թե ինչ որ հատուկ սեգմենտ է, ինչ որ ցածր կրթական չէ, դրանք գիտաշխատողներ են, դրանք շատ լավ բժիշկներ են, քիրուրգներ են։ Բայց դա դեռ պետք է ընդունենք, որ տարիներով, տասնամյակներով դա հատուկ արվել է, որպեսզի մարդիկ թացը չորից չտարբերվեն։ Դա արվել է հատուկ։ Ես այդ մարդկանցից եմ, որը պնդում է, որ 90 քանի թվականից դա հատուկ է արվել։ Ես կամ ասեմ հատուկ արվել է մեր դաշտը այլասերելու կնեք բարի համար, այո, այսինքն պրոֆեսիոնալ առումով, որովհետև ինչ որ ժամանակ եկա, որ լրագրողին պրոֆեսիոնալիզմը չափվում էր ոչ թե իր, չգիտեմ, գիտելիքի գրելու եւ այլի մակարդակով, այլ իր ինչ որ մեկին հունից հանելու, ինչ որ միսկ դե ես ասում դա այդ քաղաքականության հետևանքն է, որ արհեստավարժությունը դա ինչ որ մի էմոցիոնալ սկանդալային հարց տալն է, ինչ որ մեկին հունից հանելն է, ինչ որ տեսարան սարքելն է, դա խնդիր է, իսկ մեդիագրագիտությունը ինձ թվում է խնդիր է նրան, որ մեր հասարակությունը կրթական համակարգը չկարողացավ ժամանակին ճիշտ հարմարվել այս ինտերնետին, սոցիալական մեդիայի զարգացմանը եւ այն մարդիկ, հիմա օրինակ իմ տղայի սերունդը ավելի այդ առումով մեդիագրագետ է, բայց օրինակ մեր սերունդը մի քիչ ավելի մեծ սերունդ, իրանք չեն ընկալում, չեն հասկանում, որն է մեդիան, որն է ինտերնետ, ինչ որ fake edge-ը, ամեն ինչ սպառում են ինչ դա։ Իսկ ես թվում է մենք ավելի շատ ենք մարդկանց վրա գցում մեր խնդիրները, մեր ստեղծած խնդիրները շատ ենք գցում։ Ձեր կայքի, այսինքն ձերը կարող է ինչ որ հատուկ, չգիտեմ էլի, ձեր պրոպագանդիստական է։ Հա, օրինակ ես մեր կայքին պետքաստեր միջամտում մեծամասնությանն է պրոպագանդիստական։ Մեր լրատվապաշտի 90%-ը պրոպագանդիստական կայք է։ Որով 90%-ը պրոպագանդիստական է, այ որովհետև մենք այդ 90%-ի կամ ֆինանսական աղբյուրների ուղղությունը չգիտենք, կամ էլ գիտենք, ուղղակի ձեն չենք անում։ Նայեք, Վով ջան, ձեր լրատվականի հետ կապված իմ խնդիրները ավարտվում են այնտեղ, երբ որ դուք հայտարարում եք, թե դուք ինչ պրոպագանդայով եք զբաղված։ Իսկ դուք դա հայտարարում եք։ Իմ խնդիրները բոլորը այն լրատվականների հետ է, ովքեր որ իրանք ուրիշ բան են հայտարարում, բայց ուրիշ բան են անում։ Ու կներեք, ես վատ լինողությունն եմ, ավելի վատ է լինելու։ Հատկապես հեսա AI-ի ստերի եւ բանի արդյունքում ու հատկապես deepfake-ի եւ այլն եւ ոչ միայն deepfake-ի, եւ ստեղծած ոչ մի լավ բան ասելու ես որ չէ։ Մի հատ լավ բան ունեմ ասելու։ Ինձ թվում է, բայց այդ մի քիչ երկար է տևելու։ Մեր մոտ ավելի երկար, քան ավելի զարգացած տեխնոլոգիապես երկրներում, բայց մեր մոտ էլ է գալու դրան, որ ինչ որ մի պահի այս մեծ աղմուկներից եւ տարբեր աշխարհում, տարբեր ստերից, deepfake-երից եւ այլնից հետո երկու բան է մնալու։ Կամ մարդ հավատալու է նրան ինչ որ սեփական աշկով ատեսը ու սեփական ականջով ասել, եւ մեկ էլ ձևավորվելու են այն մեդիաները, որոնց խմբագրակազմին վստահելու են։ Ու դա լինելու է։ Իսկ ինչ վերաբերում է ազնվությամբ մեծագույն խնդիրներից մտածելակերպի մեր անհատական եւ հանրային, կարծում եմ այնա, որ մենք կարճաժամկետ շուստրությունը իրական շահից չենք տարբերում։ Երբ որ մարդիկ ասում են ազնվություն տուն չես պահի, իրանք այդ կարճաժամկետ շուստրության մեջ են։ Ցանկացած նորմալ բիզնես կամ կազմակերպություն ամենակարևոր բանը հեղինակությունն է, որը լիքը դժվարություններ է բերում եւ սկզբում եւ միջնաժամկետ, բայց երկարաժամկետի մեջ, եթե դու ոչ թե միօրյա բան ես պլանավորում երկքայլանի, այլ երկարաժամկետ ինչ որ բան ես կազմակերպում, հեղինակությունը ամենաշահավետ հա, այդպես կապիտալն է, դրանից կարևոր բան գոնե մի օրվա կոպիտասացների կողմ լրատվականներ, որոնք հենց այդ մտայնությամբ է ստեղծվում։ Բայց անձնական հեղինակությունը դա կարևոր ներգրաված մարդկանց։ Այդ թիթեր, սունկ եւ այլն, այդ ֆլորա ֆաունայի ներկայացուցիչների մասին մենք հաջորդի դեռ խոսենք, այսօր ուղղակի այդքան ավելի մի քիչ գլոբալ խնդրի մասին ենք խոսում, դրա համար ժամանակը շուտ թռնելով անցավ, բայց ելի եմ ասում, ես խոստանում եմ մի օր էլի կհավաքվենք, մենք խոսենք թիթերների, սունկերի եւ մնացած կենթանակերպերի։ Բայց եթե ժամանակ ունենք մի բառով Կեմաֆիմի ասած
այն պահը, որ մարդիկ վստահելիության կանխաբարկացով են գնալու, հիմա էլ կա այդ բանը։ Ես նկատում եմ, որ մեր մոտ հաճախ որ իշխանությունը համակրում է, իրենք նույնիսկ ճիշտ բանը, որը ընդդիմությունն է, ընդդիմակիր լրատվի միջոցներն են ներկայացնում, չեն հավատում, ասում են, չէ, Civic-ն է ճիշտ ասում, ու հակառակը ներկայացնում հավատում եմ։ Ես օրինակ եմ, մեր վրա եմ օրինակ բերում, որ չասեմ վիրավորեցի։ Կհիշեցնեմ Վանաձորի ավտոբուսները։ Այդ չասեմ, որ ուրիշի վրա կլյաուզա արեց։ Դա կամաց արդեն կա եւ ընդդիմադիր հատվածը, որը մենք ամենաճիշտ բաներն ասում ենք, դուք իշխանական ռոպագանդիստի ստախոս եք ու չեն հավատում։ Եվ մի շերտն էլ հակառակն է։ Բայց ո՞նց եղավ։ Դա բևեռացման հետ է։ Այդ բևեռացումը, այդ չեղավ օբյեկտիվ։ Չէ, սուբյեկտիվ մասին, չէ, վստահության մասին։ Վստահում են վատ բան ասեմ, էլի։ Այս ձևի ֆունկցիոնալ անգրագիտությամբ իրականության մեջ, երբ որ մեր կրթական համակարգի վերջին չափումներով, հա, կարծեմ 50% ֆունկցիոնալ անգրագետ են, ինչ նկատի ունենք։ Նկատի ունեն, երբ որ կարդում են մի բան, հասկանում են ուրիշ բան։ Ես էլ էի ասում։ Իհարկե, այդ լավագույն ձևն է, էլի կոպիտ ասած գլխառադ անելու կամ գցրելու խնդիրը ասել կրթության համակարգում ամեր խնդիրները, բայց այդպես ճշմարտության հատիկ կա։ Ավարտենք այսօր զրույցը, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք շաբաթօրով նստեցինք, խոսեցինք խնդիրների մասին, որոնց համար ենթադրում եմ մենք վաղը մյուս օրը ինքներս ենք հայտնվելու քննադատության թիրախում մեր շատ գոհ գործընկերների կողմից, բայց ուզում եմ բոլորին ասել, Ժորժ ջան, այն ինչ որ մենք այստեղ խոսում ենք սիրելով եւ խոսում ենք միայն ու բացառապես հանրության շահերից ելնելով։ Շնորհակալություն բոլորիդ։ Հաջորդ շաբաթ նույն ժամին էլի կհանդիպենք հանրային ռադիոյի եթերում կլինի էլի Հանրամեդիա հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ես Լևոն Սարդարանն եմ, հաջողություն, համբերություն բոլորիս։